Շնորհակալություն տիկնակ եւ պարոնայք, կառավարության վերջին օրերի հայտարարությունների ֆոնին մամուլում հնչած երկու ահազանգ կարծում եմ ունի առանձնահատուկ ուշադրության կարիք։ Առաջինը ազգային ժողովի Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի նախկին падգամավոր հեղինակավոր ազատամարտիկ Վահան Բադասյանը հայտարարությամբ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին մեղադրանքներ է ներկայացրել բանակի մատակարարումների ոլորտում կոռուպցիոն ներգրավվածության մասին, խոսքը մասնավորապես Ալյուրի հացի հացահատիկի մատակարարումների մասին է, որ ըստ պարոն Բադասյանի պարոն Հակոբյանը կոռուպցիոն չարաշահումներ է թույլ տվել։ Ես կարծում եմ կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այս խնդրին եւ նաեւ ազգային ժողովում հանդես գա հատուկ բարձաբանմամբ։ Ճիշտ է, պաշտպանության նախարարության խոսնակը այս կապակցությամբ մեկնաբանություն տվել է, բայց պարոն Բադասյանը պնդում է իր հայտարարությունները։ Երկրորդը Արասք ՍՊ տնօրեն Արարատ Թումանյանը ահազանգել է, որ վերջերս իրեն արգելել են Հայաստան ներկրել մոտ 100 տոննա դիզելային վառելիք եւ իր պատմելով Հայաստան ներկրվող դիզելային վառելիքի չափանիշները փոխվել են այնպես, որ փաստացի ստացվում է, որ Հայաստան կարող է ներկրվել միայն Ռուսաստանում արտադրված դիզելային վառելիք։ Եթե սա համապատասխանում է իրականությանը, ստացվում է, որ կառավարությունը որոշակի սահմանափակումներ դնելով կոնկրետ դիզելային վառելիքի շուկայում մենաշնոր է սահմանել ռուսական Ռոսնեֆտ ընկերության համար, ինչը իհարկե եւ տրամաբանությունից է դուրս եւ հակասում է վարչապետի վերջին օրերին արած հայտարարություններին։ Կարծում եմ այս թեմայով նաեւ ազգային ժողովը պետք է բարձրաբան։